Ժորժան, պետական ատեստավորման մասին խոսանք, մարդիկ դժգոհում են, ահազանգում են, թե դասատուները, թե պետական ապարատի աշխատողները, թե զինվորականները, ասում են, որ անարդար կերպով է տեղի ունենում։ Այո, չափանիշները նույնպես գետնի վրա իրականում անարդար են եւ շատ ու շատ գործոններից է կախված պետական ատեստավորումը անցնելը եւ ոչ միշտ է, որ լավ մասնագետը նշանակում է կանցնի ատեստավորում։ Այո, չափանիշների մեջ կա լուրջ խնդիրներ եւ չի նշանակում, որ ով անցել է ատեստավորումը, ապա շատ լավ մասնագետ է։ Ժորժան, պետական աշխատողների մեծ մասը, ուսուցիչները, զինվորականները ասում են, այդ ոնց է, որ մենք պետքա գնանք, որ մեր եկամուտը շատանա, աշխատավարձը շատանա, չնչին, անցնենք այդ ատեստավորումը, իսկ նախարարները, падգամավորները ստանալով միլիոնավոր դրամների աշխատավարձներ ու պարգևավճարներ չեն անցնում այդ ատեստավորումը։ Այդ ոնց է տենց ելնում այդ արդար բանը որոշումները։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, ու ես տեսնում եմ, որ կա հանրային պահանջ, որպեսզի այդ ատեստավորման չափանիշները փոխվեն։ Ատեստավորումը իրականում, նորից եմ ասում, հողի վրա, շատ ու շատ անգամ մարդիկ բախվում են այդ ատեստավորման շրջանակներում անարդարության հետ։ Այո, պետքա փոխվի չափանիշները, մեխանիզմները եւ առհասարակ այդ պրակտիկան պետքա մի հատ վերանայվի։ Իրականում սա է հանրային պահանջը, խնդրում եմ բոլոր աշխատողներին պետական, ովքեր դժգոհում են, չվախենալ, գրել, արտահայտվել, գրել մեկնաբանություններում, տարածել այս տեսանյութը զինվորականներին, ուսուցիչներին, բոլորին, ովքեր որ դժգոհում են եւ դա արդար պահանջ է եւ այո, կա իրական նման խնդիր։ Որևէ մեկը չի ասում պետքա լինեն ոչ լավ մասնագետներ, այլ պետքա լինի լավ ու ճիշտ չափանիշներ, որպեսզի մարդիկ կարողանան այդ չափանիշներով անցնեն եւ այդ ատեստավորումը անցնեն։